Արմլու լրատվականի նկարահանող խումբը գտնվում է Գյումրիում։ Այս պահին առաջարկում ենք դիտել մեր հարցազրույցը Գյումրու համայնքապետի թեկնածու ազգային ժողովի երկարամյա падգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ։ Առաջին հարցը, որ հետաքրքրվեցինք պարոն Գրիգորյանից, ինչու որոշեցիք մասնակցել համայնքապետի ընտրություններին։ Ուրեմն այդ մասին բազմիցս պատասխանել ենք այդ հարցին, ինչն է ինձ ստիպել։ Այսօրվա իրավիճակը, կոնկրետ ինչ է կատարվում երկրում, հենց դա է ստիպել, որ այս ամեն ինչին օրերից մի օր պիտի վերջ տրվի։ Եվ իմ առաջադրվելը մեծ հաշվով բնական է նաև գործող ազգային ժողովի պատգամավոր եւ Գյումրի քաղաքի հետ կապված շատ լուրջ ու հետաքրքրված մարդ, նաև հնարավորություն ունեցող մարդ, բնականաբար պիտի անեի իմ քայլը այս ընտրություններին մասնակցելու, պլյուս դրան նաև մեր ունեցած ծրագրերը Գյումրու հետ կապված։ Կոնկրետ ձեզ ինչն է անհանգստացնում, պարոն Գրիգորյան, օրինակ որպես քաղաքացի, որը կողքից նայել է այս տարիներին Գյումրիի կյանքը, ինչն է ձեզ անհանգստացնում Գյումրիում։ Այն ինչը յուրաքանչյուր գյումրեցուն, այն ինչը յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Այսօր մենք անհանգստանալու բան չունենք երկրում։ Անվտանգությունը համար մեկ խնդիրը անվտանգությունը, հետո մենք տեսանք Գյումրիում ինչ եղավ։ Եվ ինչի արդյունքում է, որ բոլորս ոտքի ենք ետել։ Գյումրիում գյումրեցիներից խլվեց իրենց քվեն։ Նախկին իշխանություններին, տեղական իշխանություններին զրկեցին իշխանությունից հասկանալի պատճառներով, եւ այսօր մենք այդ ամեն ինչը չենք հանդուրժում եւ թույլ չենք տալու ու այս բանին իշխանությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած, մեզանով պայմանավորված, կոնկրետ նաեւ ինձանով պայմանավորված, որ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը։ Ըստ ձեզ ինչի է պատրաստ այդ դեպքում իշխանությունը, որպիսի հետ գա վերցնի Գյումրիում իշխանություն։ Օրինակ, չգիտեմ, ասում են, որ կրիմինալին կխառնի, ԱԱԾ-ի աշխատակիցներին են բերել, թեկնածուն ինչ որ բարեկամ հարազատական կապեր ունի, կճնշեն, քրեական գործեր կհարուցեն, այսինքն կգնան ամեն քայլի, որպիսի իրենց թեկնածուն Սարիկ Մինասյանը դառնա Գյումրու քաղաքապետ։ Դե բնական է։ Ամեն քայլի պիտի գնա իշխանությունը ամեն բան պիտի փորձի անել, որպեսզի խառնաշփոթ տիրի եւ այդ խառնաշփոթի մեջ ինքը կարողանա իր խնդիրները, իր արժեվ տրված խնդիրները լուծի։ Այստեղ մենք էլ հասկանալի է, որ մենք էլ մեր տեղում ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք այդ խառնաշփոթը լինի եւ թույլ չտանք, որ իշխանությունը անի այն, ինչը որ ի սկզբանե պլանավորել է։ Տեսեք, օրինակ նաև լուրջ քննադատություն կա, որ այս պարագայում պետք էր ընդդիմությունը միավորվել, որպեսզի կարողանար իշխանության թեկնածուին հաղթանակ տաներ, ինչու ընդդիմությունը չի միավորվում, ինչու եք առանձին բոլորը թեկնածուներ առաջադրել։ Դե միավորվելը հարաբերական է, այսօր տարբեր թիմեր են, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ են, այդպես հեշտ է, այսօր Գյումրիում ձեր կարծիքով միավորում ապահովելը այդ սուտ թեզ է միավորում ապահովելը, քանի որ ինքը շատ բարդ է։ Հետո ամեն մեկս ունենք մեր թիմերը, մեր մտածելակերպը, մեր անցած ճանապարհը, նաև շատ մարդիկ իրենց անցած ճանապարհներով իրար հետ ընդհանրապես իրենց անցած ճանապարհները համ չի մնում։ Այսօր այդ մասին խոսելը անիմաստ է, իսկ ինչ մնում է համախմբվելուն է ժամանակ կա։ Բնականաբար ամսի 30-ից հետո, ընտրություններից հետո նոր պիտի հասկանանք, թե կոնկրետ ընդդիմությունը ինչ է անելու։ Այս պայթրությամբ ես գտնում եմ, որ նորմալ գնում է ընթացքը եւ ամեն մեկը իր տեղում ընդդիմադիրները պայքարում են իշխանությունների դեմ։ Բնական է, նաև մրցակցություն կա, ընդդիմադիրների միջև կա մրցակցությունը, այդ էլ բնական է, որովհետեւ պայքար է, այդպես որ Երևանից նստած նայում են ու այստեղ գյումրեցիներից հորդորներ են հղում, թե միավորվեք մյուս, մենք այստեղ Գյումրիում գիտենք, մենք շնորհակալ ենք ձեր խորհուրդներից, Երևանում թող երևանցիները մտածեն ոնց են անելու, ամենակարևորը Երևանն է, այնպես որ թող Երևանում ուշադիր լինեն, մենք այստեղ հասկանում ենք, տիրապետում ենք իրավիճակին եւ փորձելու ենք այնպես անել, որ արդյունքում մենք Գյումրիով
գյումրեցիներով հաղթանակած կանք այս process-ների մեջ։ Իսկ մրցակցությունը հավասար է ընդդիմադիրների եւ իշխանության, օրինակ նկատեցինք, որ Սարիկ Մինասյանի անգամ պաստառներն էր ամենաշատը Գյումրիում տանում։ Էդ էլ է հասկանալի, այսօր իշխանություն է եւ իշխանության հետ ոչ մեկն չեն ուզում խնդիրներ ունենան, դրանով պայմանավորված ամբողջ քաղաքը այդ պաստառները, այդ վահանակները գրավել են եւ մյուս տեխնացուներից բացի օրենքով սահմանված տարածքներից մեծ հաշվով գրեթե հնարավորություն չունին մյուս տեղերում պաստառներ փակցնելու։ Այդ էլ հասկանալի է, ես չգիտեմ, եթե այդ անհավասարություն է, այդտեղ անհավասարությունը որն է, հիմա իշխանությունն կարողացել են վերցրել են։ Թե այդ դրական է անդրադառնալու իրենց վրա, թե բացասական է անդրադառնալու, այդ էլ ընտրությունների օրը կտեսնենք։ Ես կարծում եմ, որ այդպես շատ մեծ բան չի էլի, այդ նկարները շատ մեծ բան չի փոխում, էլի։ Պարոն Գրիգորյան, նաև որպեսի վատաբանեն վարկաբեկեն, ձեզ անդադ նշում են, որ դուք նախկիններից եք եկել, նախկինների վերադարձ չպետք է լինի, չպետք է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, նրանց թիմակիցները գան իշխանության եւ այլն։ Ի վերջո դուք ում մարդն եք։ Ես էլ եմ ասել, ես այդ շաբլոնը չասեմ էլ, ես իմ կնոջ մարդն եմ, բայց ամեն դեպքում ես գյումրեցիների մարդն եմ։ Ես Գյումրիից եմ, ես գյումրեցի եմ եւ մենք այսօր Գյումրու ընտրություններին ենք մասնակցում։ Ես առաջադրվել եմ մեր քաղաքը դաշինքով եւ հենց դաշինքի գաղափարը ցույց է տալիս, որ դաշինքով պայմանավորված մենք գնում ենք մեր թիմով, Գյումրվա թիմով, գնում ենք ընտրությունների եւ այս պայմանությամբ ոչ մի քաղաքական ուժի հետ կապված ոչ մի պարտականություն, պարտավորվածություն բացարձակապես գոյություն չունի եւ սրա նպատակը հենց այն է, նաեւ մեր դաշինքի անունը մեր քաղաքը դաշինք հենց միտված է դրան, որ հետագայում նույնիսկ Գյումրիում աշխատանքները մեզ համար հեշտ լինի, որ քաղաքապետ դառնալուց հետո էլ մեզ ուսակցականացվածության խնդիրը առաջ չկա, այսինքն մենք մտածում ենք, որ շատ լուրջ աշխատանք ենք տանելու մտավորականների հետ, բիզնեսմենների հետ, մշակութային գործիչների հետ, սպորտսմենների հետ, այս բարակայում մարդիկ խնդիրը չունենան, որ ինչ որ մի կուսակցության քաղաքապետի հետ են առնչվում, որը այս պայմանությամբ խանգարում է նաև նույն գործող ժամանակավոր պաշտոնակատարին, որ մարդիկ շատ հարցեր ունեն քաղաքապետի հետ աշխատելու, բայց քանի որ ինքը ԿՊ է, մարդիկ չեն ուզում կոնկրետ իր հետ գործ ունենալ, որովհետեւ իրենց վրա այդ անունը չտարածվի, որ ԿՊ-ի իշխանությունների հետ նաև եղավ դեպք, որ քաղաքում մարդիկ եղան հանդիպեցին ԿՊ-ի մարզային իշխանությունների հետ եւ ամբողջ Հայաստանով մեկ այդ մարդկանց ընտանիքը կոնկրետ կապեցին ԿՊ-ի հետ։ Որբիսի հետագայում այդ շարժումները չլինի, մեր թիմը այն թիմն է, որ բացարձակապես չի կապվելու ոչ մի բանի հետ։ Մեր քաղաքը դաշինքը ղեկավարում եմ ես, ձևավորել եմ ես, բացառապես գործ ունեն ինձ հետ, գյումրեցիները բացառապես ես եմ ու վերջ։ Կոնկրետ գործ ունեն ինձ հետ։ Այս բայդրությամբ ես հստակ ասում եմ այդ մասին եւ բան չի մնացել, ամսի 30-ը կանցնի, դրանից հետո ասուկամոք ժողովրդի ընտրությամբ քաղաքապետ դառնալուց հետո ընդամենը մի 10 քանի օր է մնացել։ Կտեսնեք, կհամոզվեք, որ իրականությունը որն է։ Գրիգորյան, իսկ իշխանությունը կկարողանա ինչ-որ կոմպրոմանտներ հավաքել ձեր դեմ, ինչ-որ գործեր հարուցելով, ինչ-որ անցյալի գործերի հետ կապված բերելով, որպեսզի ճնշի ձեզ, ձեր թիմակիցներին, ինչ եք մտածում։ Էլի այստեղ պիտի նայենք իշխանության տեսանկյունից, բնականաբար իշխանությունը եթե ունենա տեղեր գտնելու, եթե ունենա ինչ-որ խնդիրներ, պիտի այդ խնդիրներն իրականացնի, պիտի փորձի ամեն ինչ անել։ Եվ մենք այսօր լավ գիտենք ու լավ հասկանում ենք, որ իշխանությունները այս պայմանությամբ իրանց մնում է միայն տա։ Եվ դրանով պայմանավորված ես ընդանուր այս ընտրությունների հետ կապված ունեմ լուրջ մտահոգություն, շատ լուրջ մտահոգություն։ Ընդանուր ընտրություններով պայմանավորված, իսկ կոնկրետ ինձ հետ կապված իմ մասով
չունեմ այդ մտավախությունը, այդ մտահոգությունը չունեմ, քանի որ ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել, ոչ Ալանի հետ կապ ունիմ, ոչ Թալանի հետ կապ ունիմ, ոչ ապօրինի գործունեություն ունիմ, ոչ մի ձև ինձ չի վերաբերվում այդ ամեն ինչը։ Իսկ եթե ինչ-որ մի բան օդից այսքան տարի 7 տարվա մեջ իմ անձի հետ կապված ոչ մի բան չի եղել, հիմա հանգարց այսօր պիտի պարզվի, որ ինձ հետ կապված խնդիր կա, այդ էլ արդեն գյումրեցիների աչքի առաջը լինելու, բոլորը տեսնելու են, բոլորը հասկանալու են, որ կոնկրետ այս ամեն ինչը պայմանավորված էր հստակ ընտրություններով։ Իմ առաջ ոչ մի բան չի եղել, որ ինչ-որ բան եղել է, սառեցվել է, դատարեցվել է, պայվել է, այսօր իմ դեմ օգտագործվելու է։ Չի եղել, չկա, գոյություն չունի, ոչ մի բան այդ կարգի բաներ գոյություն չունի, ի տարբերություն շատերի, եւ այս պարագայում այդ մասով իմ բով անհանգստություն չունեմ, բայց ընդհանուր process-ների հետ կապված շատ լուրջ մտահոգվածություն կա։ Գրիգորյան, թողնելով օրինակ այս քաղաքական լարված իրավիճակը, երբ որ մի պահ մտածում են Գյումրեցու մասին, ի վերջո դուք քաղաքապետ եք, ինչ եք անելու Գյումրեցու համար։ Օրինակ մարդիկ դեռ դոմիկներում են ապրում, փողոցներ կան դեռ քանդված, խայտառակ իրավիճակ է, մարդիկ սոցիալական իրենց տարական հարցերը չեն կարողանում լուծել։ Որպես քաղաքապետ ինչ կանի պարոն Գրիգորյան։ Որպես քաղաքապետ առաջի հերթին ցկտենք այս ընտրությունները, հաղթենք, որպեսզի Գյումրին պահենք հայկական, մնա հայկական։ Հետո դրանից հետո արդեն բնականաբար ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերով մենք գիտենք մեր քաղաքի խնդիրների առաջնահերթությունը, անօթևանության խնդիր, ցավոք սրտի 37 տարի անցել է էլի կա այդ խնդիրը, փողոցաշինության հարցերը, լուսավորություն, աշխատատեղերի խնդիր, չնայած մեծ հաշվով դա քաղաքապետի հետ կապ չունի, բայց մենք ունենք այդ ծրագիրը, որ քաղաքը զարգացնելու արդյունքում նաև կունենանք բավականին լուրջ աշխատատեղեր, որը գյումրեցիների համար շատ կարևոր է, բայց քանի որ քաղաքապետի ֆունկցիաների մեջ չի մտնում, ես դրա մասին չեմ ուզում շատ խոսել, որովհետեւ չլինի խոստում եմ տալիս այդ առումով, ես խոստում տալու մեջ շատ զգուշ եմ եղել միշտ եւ աշխատում եմ քիչ խոստում տալ եւ շատը անել։ Խնդիրները կան եւ այսօր նաեւ կա գումարները հաստատված այս առաջիկա տարվա անելիքների, այնպես որ քաղաքապետ դառնալուց հետո ամենակարևոր խնդիրը կարողանալ այդ ամեն ինչը համակարգել, այդ ամեն ինչը կազմակերպել ճիշտ տեղին աշխատակազմով, փորձել իրականացնել այդ ամեն ինչը։ Եվ այսօր էլ նույն իշխանությունը շատ հետաքրքիր գեղեցիկ ծրագրեր է ներկայացնում, ինչեր է անելու, ինչ փողեր է բերելու Գյումրիում ներտնի։ Մենք այդ ամեն ինչը մեր մոտ ֆիքսել ենք, ժամանակը գալու է այդ բոլոր ծրագրերը մենք գյումրեցիներին, ես արդեն որպես գործող քաղաքապետ ներկայացնելու եմ, հիշեցնելու եմ թե կենտրոնական իշխանությանը, թե գյումրեցիներին, որ այսպիսի ծրագրերը եղել, այսպիսի խոստումներ է եղել։ Եվ այսօր ոչ մի բան երկրում չի փոխվել, դուք կենտրոնական իշխանությունն եք, դուք գյումրեցիների նաև ղեկավարությունն եք համարվում, կառավարությունն եք համարվում, ինչ որ ծեր տեխնազուն քաղաքապետ չի դարձել։ Հիմա մեր խնդրանքն է բերել գումարները եւ ներդնել այն ինչ որ խոստացել եք, ես որպես Գյումրու քաղաքապետ պատրաստ եմ այդ ծրագրերը իրականացնելու, կազմակերպելու, հետո են նաև ձեզ ներկայացնելու ձեր տրված գումարներով կատարված աշխատանքները։ Այնպես որ սարսափելի բան չկա, նորմալ կազմակերպելու ենք, աշխատելու ենք։ Ամենագլխավոր մրցակիցը ձեր ում եք համարում։ Օրինակ Սարիկ Մինասյանն ասել է, որ Վարդան Ղուկասյանն է իր մրցակիցը։ 8 հոգի են։ 8 հոգի են մրցակիցները, գլխավոր մրցակիցները, իսկ ինչ մնում է, թե ով ում է մրցակից համարում, այստեղ, չգիտեմ, ինտրիգ եք ուզում, բայց ամեն դեպքում ամեն մարդ իրան նշանակել է իր համար գլխավոր մրցակից։ Այդ գլխավոր մրցակիցները լրատվամիջոցներով, որ նշանակվում են, մարդկանց տեղեր են նշանակում, մեկին առաջի տեղ են տալիս, մեկին երկրորդ տեղ են տալիս, այն հայտնի խոսքա չէ, ասում են ճտերն աշնանուն են հաշվում։ Հիմա կտեսնենք ով է առաջի տեղ, ով է երկրորդ տեղ եւ ինչով է պայմանավորված իշխանությունների այսպես ջանք ու երան չխնայելը
ու առաջի երկրորդ համար մեկը մեկին տալը ինչով է պայմանավորված, այդ էլ ժամանակ ունենք կհասկանանք ինչով է պայմանավորված, որ այդպես հստակ մեկը մեկին առաջի երկրորդ տեղ են տալիս։ Եվ ամենաչար մտածելու բան կա, շատ լուրջ մտածելու բան կա, կմտածենք, կվերլուծենք, կխոսենք այդ մասին։ Եվ ամենակննարկվող հարցը չեմ կարող չտալ, պարոն Գրիգորյան, եթե անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի հետ, պարոն Գրիգորյանը եւ իր թիմը պատրաստ են Ղուկասյանի հետ կոալիցիա կազմել, որպեսզի ներկայացված լինեն։ Ուրեմն տեսեք, ինձ համար անընդունելի է այդ հարցը։ Անընդունելի է անձնավորված հարցը, իսկ ինչու Վարդան Ղուկասյանի եւ ոչ Կարեն Սիմոնյանի։ Որովհետեւ նա ասում Ռուբեն է Մխիթարյանի։ Ով է ասել, որ ես, Ռուբենը, Կարենը իրար հետ ավելի շատ ցեն չենք հավաքելու ու քաղաքապետ մենք չենք դառնալու։ Ով է ասել, որ պիտի բոլոր լրատվամիջոցները կան ու հարց տնեն Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան։ մրցակցությունը իր մեջ է, դրա համար կոնկրետ։ Բավոր մրցակցությունը իմ հետ է։ Ես հասկանում եմ, որ բոլորի մրցակցությունը իմ հետ է, բայց ինչի համար է ասում Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան։ Բավոր մրցակցությունը իմ հետ է։ Դե որ ես չկամ, էլ ինչ են խառնվել իրար հետ թող այդ պայքարի մեջ նայենք ինչ են անում։ Ուրեմն այստեղ հստակ կա ծեռագիր, այստեղ հստակ կա իշխանության ծեռագիրը, այստեղ շատ փակագծերը չեն բացում այս պայթրությամբ, բայց մեզ համար ամեն ինչ հասկանալի է ու ամեն ինչ տեսանելի է։ Կխոսեմ այդ մասին, անպայման կխոսեմ։ Ունենք ժամանակ։